Մեզանից ոչ ոք ինքն իրեն չի ճանաչում։ Մենք մեզ ճանաչում ենք միայն այն ժամանակ, երբ ճանաչում ենք Աստծուն։ Մենք մեզ ճանաչում ենք միայն այն ժամանակ, երբ գտնում ենք Հիսուս Քրիստոսին եւ ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին։ Մենք մեզ ճանաչում ենք միայն այն ժամանակ, երբ բաց ենք Հիսուս Քրիստոսի առաջ եւ ամբողջովին նրանն ենք, երբ մենք մեր ողջ վստահությամբ, վստահող սրտով մեզ հանձնում ենք Հիսուս Քրիստոսի ամենազոր, կատարյալ, բարերար, փրկիչ, փրկող, բժշկող ձեռքերին։ Մենք մեզ ճանաչում ենք միայն Հիսուս Քրիստոսի հետ, երբ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին։ Միայն Աստված է մեզ կատարյալ կերպով ճանաչում։ Նա մեզ ստեղծել է ամենալավագույն ձևով, որ կարող է լինել մարդը, եւ մեզանից յուրաքանչյուրի մեջ դրել է ամենալավագույն գծերը, հատկությունները, տեսակը եւ հատկանիշները եւ ունակությունները եւ տաղանդները։ Սակայն մենք մեծանալով արդեն մենք մեր մեջ թույլ ենք տալիս, որ ավելանա չարի կողմից վատ հատկանիշներ։ Եվ այդ վատ հատկանիշները, վատ բնույթը, վատ տեսակը գնալով, շատանալով, մեծանալով եւ ավելի մեծ կշիռ ձեռք բերելով մեր մեջ ծածկում է այն լավը, որ Աստված տվել էր մեզ։ Այսինքն Տերը մեզ ստեղծում է լավագույն կերպով, բայց մենք կյանքի ընթացքում թույլ ենք տալիս, որ չարը այնքան շատանա մեր մեջ, թանձրանա վատը մեր մեջ, որ ծածկի լավը։ Եվ մեր լավագույն հատկությունները, մեր լավագույն որակները, գծերը, տաղանդները, շնորհները Աստծուց տրված, բնավորության գծերը, հատկանիշերը, մեր սիրտը բարի, մեր հոգին բարի, թողնում ենք, որ չարի այդ թանձր մթության տակ եւ ճնշումի տակ ուղակի կորեն, այլևս չերևան, եւ մենք ինքներս էլ արդեն մեզ չենք տեսնում այնպիսին, ինչպիսին որ կանք։ Տերը մեզ տալիս է ամենալավը։ Այդ մենք ենք այդ ամենալավը տարիների հետ, ժամանակի հետ ուղակի փչացնում, դարձնում վատը, կորցնում վատի մեջ։ Եվ երբ մենք մեզ հանձնում ենք Տիրոջ ձեռքերին եւ խնդրում ենք, որ նա մեզ մաքրի, սրբի, ազատի, դարձնի իրենը, մենք պետք է խնդրենք նաև, որ մեզ դարձնի այնպիսին, ինչպիսին որ ինքն է ուզում, այնպիսին, ինչպիսին որ նա հենց սկզբից, ի սկզբանե էր մեզ ստեղծել։ Հեռացնելով ամբողջ վատը, Տերը թողնում է միայն այն լավը մեր մեջ, որ նա հենց ամենասկզբից էր մեր մեջ դրել, շնորհել էր մեզ, պարգևել էր մեզ։ Երբ մենք հանձնում ենք մեզ Տիրոջ ձեռքերին, պիտի խնդրենք Տեր, մաքրիր մեզ, սրբիր մեզ, ազատիր մեզ, հեռացրու ամեն տեսակ չարը, վատ որակները մեզանից։ Թող մնա միայն այն, ինչ դու ես ուզում, թող լինի այնպես, ինչպես դու ես ուզում, մեզ դարձրու այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում մեզ տեսնել։ Պատկերացնում եք Տերը, կատարյալ Հիսուս Քրիստոսը, մեր կատարյալ ստեղծիչ արարիչ Աստվածը, ինչպիսին պետք է մեզ ուզենա տեսնել։ Այն ամենալավ որակներով, հատկանիշներով, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Մենք պետք է մեզ հանձնենք Հիսուս Քրիստոսի ձեռքերին։ Եվ երբ Տերը մեզ մաքրում է եւ ազատում է ամեն չարի ներկայությունից, հեռացնելով բոլոր վատ հատկությունները, որ մենք կյանքի ընթացքում, բացասական հատկությունները, որ ձեռք էինք բերել չարի ազդեցությամբ, Տերը հեռացնելով այդ տիղմը, այդ ցեխը, այդ կեղտը մեզանից, լվանալով, սրբելով իր սուրբ ջրերով, այդ ցեխի ու կեղտի տակից դուրս է հանում մեր միջի փայլող, շողացող մարգարիտը, եւ մենք սկսում ենք զարմանալ ինքներս մեր վրա։ Շրջապատում մեր հարազատները, մեր ընկերները բոլորը զարմանում են մեր վրա, մենք զարմանում ենք մեր վրա, այս ինչպիսին եմ ես դարձել։ Միթե ես կարող էի լինել այսպիսին։ Ոչ, դու չէիր կարող, բայց Տերը կարող է։ Որովհետև դու ոչինչ չես կարող առանց Տիրոջ, Տերը ամեն ինչ կարող է։ Ես ոչինչ եմ առանց Տիրոջ, Տերն է ամենակարող։ Ես ամենաթերին եմ առանց Տիրոջ, Տերն է կատարյալ։ Տերը հանում է, դուրս է բերում մեր միջի շողացող մարգարիտը եւ ասում է՝ դե շողա, քայլիր իմ հետևից ու շողա։ Ու Տիրոջ լույսն է ընկնում մեր վրա, մեր մարգարիտի վրա ու արտացոլում դեպի աշխարհ, ու մեր փայլն է երևում, բայց դա իրականում Տիրոջ փայլն է, Տիրոջ լույսն է, որ ընկել է մեր վրա ու շողում, արտացոլվում է դեպի աշխարհ։
Տերն է մեր լույսը, թույլ տվեք, որ նա մեզ մաքրի եւ հենց իր լույսով շողա մեր մեջ ու շողա աշխարհին։ Թույլ տվեք, որ Հիսուս Քրիստոսը գործի ձեր մեջ եւ գործի ձեր միջով եւ գործի ձեր միջոցով հնարավորություն տվեք Տիրոջը։ Հնարավորություն տվեք, մի սահմանափակեք Հիսուս Քրիստոսին, նա անսահման է։ Երբ Տերը ձեզ մաքրում, ազատում, սրբում է եւ բարձրացնում է ձեր մարգարիտեն ամենախորքերից, շողացող մարգարիտը, որ իր լույսի ազդեցության տակ շողում է ու շողում, այդ ժամանակ թույլ տվեք Տերը ձեր հատկանիշերը օգտագործի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այն բոլոր տաղանդները, որ դուք նույնիսկ պատկերացում չունեիք, որ դուք այդպիսի տաղանդներ եւ շնորհներ եւ հատկություններ եւ ունակություններ ունեք, հանձնեք Տիրոջ ձեռքերին եւ ասեք, խնդրում եմ, օգտագործիր ինձ այնպես, ինչպես դու ես ուզում։ Տեր, իմ բոլոր տաղանդները, շնորհները, դրանք իմը չեն, ինձանից չեն, դրանք դու ես ինձ պարգևել, որոնց մասին ես նույնիսկ չգիտեմ, պատկերացում անգամ չունեմ։ Խնդրում եմ, գործիր իմ միջով, գործիր այնպես, ինչպես դու ես ուզում։ Ես թույլ եմ տալիս եւ ես խնդրում եմ քեզ, Հիսուս, գործիր իմ միջով, ապրիր իմ միջով, ուրախացիր իմ միջով, ժպտա իմ միջով։ Ես քո ժպիտն եմ ուզում։ Եվ տեսեք Տերը ինչ հրաշքներ կանի, այն բոլոր հրաշքները, այն բոլոր տաղանդները, շնորհները, պարգևները, որ նա տվել է ձեզ, այն ամենը, ինչ ձեզ նույնիսկ կթվա, թե դա տաղանդ չի, դա շնորհ չի, այնտեղ նույնիսկ եթե դուք կմտածեք, որ դուք թերի եք, ոչ, դա Տիրոջ տվածն է, չի կարող լինել թերություն, ձեզ թվացող թերությունը Տերն այնպես կօգտագործի ի օգուտ ձեզ եւ իր մյուս զավակներին, որ դուք միայն կզարմանաք։ Հանձնեք ձեզ Հիսուս Քրիստոսի ձեռքերին։ Նա ձեզ ամեն ինչ է տվել, բայց դուք չգիտեք դրա մասին։ Դուք ուղղակի թողել եք մի ամբողջ կյանք չարը, այդ ամենը աղտոտի, կեղտոտի։ Ինչու? Որովհետև չարը, երբ տեսնում է Հիսուսի զավակ է ծնվում, Հիսուսի զավակ է մեծանում, եւ յուրաքանչյուր զավակը մի յուրահատուկ հրաշք ու գանձ է։ Նա ամեն կերպ փորձելու է ձեր բոլոր տաղանդները, շնորհները, ձեր հոգու բոլոր գեղեցկությունները, գանձերը, ձեր սրտի գանձերը ամեն կերպ աղավաղել, որպիսի չերևա այդ ամենը, որովհետեւ այդ ամենը Հիսուսինն է, որովհետեւ այդ ամենը Հիսուսինն է, Հիսուսի լույսն է։ Իսկ սատանան չի ուզում, որ Հիսուսի լույսը, Հիսուսի շնորհները, Հիսուսի տաղանդները, Հիսուսի կարողությունները իր երեխաների միջով արտացոլվեն եւ Երևան աշխարհին։ Սատանան ուզում է ցեխով պատել, որպիսի այդ մարգարիտը չշողա, որովհետեւ այդ մարգարիտը Հիսուսն է, որովհետեւ այդ մարգարիտը Հիսուսինն է։ Դրա համար սատանան չի ուզում, որ ձեր մեջի ամենալավագույնը երևա։ Նա ամեն կերպ ձեզ խաբում է եւ ծածկում է այն ամենը, ինչ դուք ունեք, որպիսի Հիսուսը չշողա։ Բայց եթե դու սիրում ես Հիսուս Քրիստոսին, դու ուզելու ես քո Տերը շողա, դու ասելու ես շողա իմ Տեր Հիսուս Քրիստոս, ես քո լույսն եմ ուզում, թող տեսնի աշխարհը քո լույսը Հիսուս, օգտագործիր ինձ քո համար, օգտագործիր ինձ քո զավակների համար, օգտագործիր ինձ իմ համար հենց, Տեր Հիսուս շողա, իմ լույսն ես դու շողա, աշխարհի լույսն ես դու շողա, եւ Տերը ձեր բոլոր հատկությունները, որ ինքը տվել է, այնպես կօգտագործի, որ դուք կզարմանաք եւ աշխարհը կզարմանա, ասելով՝ միթե սա նա է, միթե սա նա է։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ ասում։ Տեր Հիսուս Քրիստոսի ամենազոր, ամենակարող, ամենաբժշկող, ամենափրկող, ամենաշնորհող, ամենաողորմած անունով եմ ասում։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ ասում, խնդրում Տիրոջս, որ ողորմած լինի յուրաքանչյուրի հանդեպ, ով հիմա լսում է ինձ։ Տեր Հիսուս Քրիստոսի օրհնություններն եմ խնդրում ձեր համար, յուրաքանչյուրի, ով լսում է ինձ։ Իմ Տեր Հիսուս Քրիստոս, թող քո ներկայությունը լինի հիմա յուրաքանչյուր մարդու մեջ, յուրաքանչյուր մարդու վրա, յուրաքանչյուր մարդու կյանքում, ով հենց հիմա լսում է իմ ձայնը, թող ես լինեմ քեզ համար անոթ, քո պատրաստած անոթը, որ դու պատրաստեցիր քեզ համար, եւ թող լինեմ քո այն անոթը, որի միջով հիմա քո օրհնությունները դուրս կգան ու կտարածվեն, քո զավակներին կհասնեն, նրանց սրտերին, նրանց հոգիներին, նրանց ականջներին, նրանց մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ, ներկա եղիր Հիսուս Քրիստոս, իմ պաշտելի Հիսուս, իմ երկնային Հայր, իմ Տեր, իմ Արարիչ, իմ Աստված, իմ կատարյալ Հիսուս, իմ սեր Հիսուս,
գործիր իմ միջով, օրհնիր յուրաքանչյուրին, ով լսում է քեզ, ողորմիր յուրաքանչյուրին, ով լսում է քեզ իմ շուրթերով։ Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր յուրաքանչյուրին, ազատիր յուրաքանչյուր զավակիդ, ով հիմա լսում է իմ ձայնը, ազատիր ամեն տեսակ չարի ներկայությունից, չար էություններից, որոնք կապանքների մեջ են պահում քո զավակին, որպեսզի քո զավակի միջի մարգարիտը չշողա, որպեսզի քո զավակի միջի Հիսուսը չերևա։ Հիսուս Քրիստոս, օրհնիր յուրաքանչյուրին, ով լսում է հիմա իմ ձայնը։ Վեր հան նրա միջից նրա բոլոր շնորհները, որ դու տվել ես նրան, պարգևել ես նրան, վեր հան, բարձրացրու Տեր իմ, օգտագործիր քո յուրաքանչյուր զավակին հենց քեզ համար, հենց քո փառքի համար, Հիսուս Քրիստոս, թող քո փառքը լինի, թող քո փառքը թնդա ողջ աշխարհի վրա քո բոլոր զավակների միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոս, օրհնիր յուրաքանչյուրին, ով լսում է իմ ձայնը, ողորմիր նրանց, ազատիր չարից, սրբիր նրանց հոգիները, մարմինները եւ սրտերը եւ մտքերը եւ խոսքը եւ գործը, ազատիր նրանց ամբողջովին ամեն չար դիվական էություններից, չարի բոլոր կապանքներից, սատանայի բոլոր կապանքներից ազատիր Տեր Հիսուս Քրիստոս։ Յուրաքանչյուր մարդ, ով լսում է հիմա ինձ եւ գտնվում է սատանայի կապանքների մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ ասում, քանդվեք սատանայի դրած կապանքներ, դուք այլևս զորություն չունեք, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսն է գալիս իր զավակի կյանք։ Թող քանդվի ամեն տեսակ չարի կապանք Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ Տեր Հիսուս Քրիստոսի արյան զորությամբ։ Հիսուս Քրիստոս, քանդիր չարի բոլոր կապանքները, որ դրված են քո զավակների վրա, խնդրում եմ քեզ իմ Տեր, փառք քեզ, շնորհակալ եմ իմ Տեր, փառք քեզ, փառքերը բոլորը քոնն են։ Հիսուս Քրիստոս, ազատիր քո զավակներին չարի ներկայությունից, ազատիր քո զավակներին չարի կապանքներից, չարի շղթաներից, չարի ծուղակներից, հետ պահիր նրանց, հետ բեր չարի ճամփեքից, գայթակղություններից, քանդիր եւ ոչնչացրու ամեն տեսակ պայմանագրեր չարի հետ կնքված, գիտակցված կամ չգիտակցված, ազատիր քո երեխաներին չարի հետ կնքած պայմանագրի կապանքներից։ Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ, փառք քեզ իմ Տեր Հիսուս, իմ կատարյալ Աստված, շնորհակալ եմ, հալելույա Տեր, փառք քեզ Հիսուս, Հայր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի, փառք քեզ իմ Սուրբ Երրորդություն, գործիր, խնդրում եմ յուրաքանչյուրի վրա ու յուրաքանչյուրի մեջ, ով հիմա լսում է իմ ձայնը։ Խոսիր իմ շուրթերով յուրաքանչյուրի հետ, թող քո Սուրբ Հոգին դիպչի յուրաքանչյուրի սրտին ու հոգուն, ով հիմա կլսի իմ ձայնը, Տեր Հիսուս Քրիստոս, ազատիր բոլորին չարից, սրբիր նրանց միջի կեղտը, հեռացրու քո մաքրամաքուր ջրով, կյանքի ջրով, սրբիր, հեռացրու, թող ոչ մի կեղտ, ոչ մի մեղք չմնա նրանց մեջ, մաքրիր նրանց բոլորին, ովքեր լսում են իմ ձայնը հիմա։ Բժշկիր յուրաքանչյուրին, Տեր Հիսուս Քրիստոս, թող քո բժշկությունը լինի, բժշկիր յուրաքանչյուրին, խնդրում եմ քեզ Տեր Հիսուս Քրիստոս, նրանց հավատի չափով յուրաքանչյուրին բժշկիր, ազատիր իրենց տանջող մարմնի եւ հոգու ցավերից, Տեր Հիսուս Քրիստոս։ Ազատիր ոտքից միջև գլուխ, ազատիր նրանց ամեն տեսակ ցավից ու հիվանդությունից, Հիսուս Քրիստոս, բժշկիր նրանց մարմինը եւ նրանց հոգին, Հիսուս Քրիստոս։ Ներկա եղիր յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի վրա, յուրաքանչյուրի կյանքում, ներկա եղիր Տեր Հիսուս Քրիստոս, ովքեր որ հիմա լսում են իմ ձայնը, օգտագործիր ինձ որպես քեզանոթ, Տեր, չէ որ դու ինձ պատրաստել ես քեզ համար։ Թող Հիսուսի ներկայությունը լինի քո կյանքում, թող Հիսուսի Սուրբ Հոգին լինի քո կյանքում, քո սրտում, քո հոգում, քո մարմնում, թող Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին գործի քո մեջ, քո յուրաքանչյուր խոսքում, մտքում եւ գործերում թող լինի Սուրբ Հոգին եւ Տիրոջ կամքը գործի քո կյանքի վրա։ Հիսուս Քրիստոս, փառք քեզ, Տեր Աստված, փառք քեզ, Հիսուս Քրիստոս, փառք քեզ, Սուրբ Երրորդություն, փառք քեզ, մենք խոնարհվում ենք քո առաջ, մենք քեզ փառք ենք տալիս, որովհետև բոլոր փառքերը քոնն են, դու արժանի ես միլիարդավոր փառքերի, թող ամեն օր քո զավակների շուրթերից դուրս գան ու դեպի քեզ բարձրանան փառաբանության խոսքեր ու երգեր, շնորհակալության խոսքեր ու երգեր, Հիսուս Քրիստոս, ամեն։